Բարև ձեզ։ Այսօրվանից սկսում ենք զրույցներ գիտության մասին շարք։ Այս շարքի մասին շատ շատվանից էի մտածում, որ մի բան պետք է անել, խոսել գիտության մասին, բարձ հասկանալի բարձ լեզվով, գցում բռնում էի, տալիս առնում էի, ուզում էի որոշեի, հասկանայի ի վերջո ճիշտը որն է, որտեղից է պետք սկսել։ Ինչքան պարադոքսալ չհանչի, եկա կանեցի նրան, որ պետք է սկսել սկզբից, որովհետև սկզբից սկսելը միշտ ճիշտ է։ Նախ եւ առաջ եկեք մի հատ հասկանանք, թե ինչ է գիտությունը, ինչի համար է ինքը ընդհանրապես պետք։ Այսօրվա մեր հասարակության, ընդհանրապես կյանքի աշխարհի վրա գիտությունը միակ ոլորտ է, որ ըստ էության հնարավորություն է տալիս մեզ կանխագուշակել ապագան։ Մեզ հնարավորություն է տալիս հասկանալ բավական մեծ ճշգրտությամբ ինչեր տեղի կունենան ապագայում։ Եթե ինչ-որ մի երևույթը սենց է, հետո ոնց կլինի, հա։ Մենք դա միայն գիտության միջոցով ենք կարող հասկանալ։ Թե ինչ չափի, ինչ ճշգրտությամբ, սա արդեն ավելի մասնավոր դեպք է, ու այդ մասնավոր դեպքերը պետք է առանձին դրկել ամեն մի գիտության համար։ Հիմա այս կոնցեպտի շրջանակներում հիմա կետ փորձելու ենք ասենց քանդել, հավաքել, բացել, դզել, փչել, տեսնել, թե որից հետո որն է գալիս, ինչ է լինում, ոնց է լինում, այս ամեն ինչը ոնց է աշխատում։ Մի հատ շատ կարևոր բան կա, որի մասին ուզում եմ եւս խոսամ, այդ մեր ուղեղն է, թե ինքը ոնց է ինֆորմացիան ընկալում։ Ընդհանուր առմամբ, երբ որ մենք ինչ-որ բան վերստում ենք ու դասակարգում ենք, հետո շատ ավելի հեշտ ենք հիշում, շատ ավելի հեշտ ենք կիրառում։ Ու այս դասակարգումը շատ դեպքերում մեզ օգնում է։ Համ մենք ենք սիրում տենց անել, համ հարմար է մեզ տենց անել։ Դասակարգումներ կարելի է հանդիպել ընդհանրապես ամենուր, հա։ Կա հորոսկոպ, վերցրել են մարդկանց բոլոր դասակարգել ինչ-որ 12 տեսակների մեջ։ Սուտ ղորդ, հիմա այդ է։ Գնում ես սուպերմարկետ, ամեն դասակարգված է, չգիտեմ։ Թխվածքաբլիթների բաժին, կապտամթերքի բաժին եւ այլն։ Գնում ես, չգիտեմ, ինչ որ տեխնիկա առնելու, կա մանր կենցաղային տեխնիկա, կա խոշոր կենցաղային տեխնիկա, ու այս ամեն ինչը վերաբերվում է մարդու կենսագործունեության բոլոր этаպներին, այդ թվում եւ գիտությանը։ Գիտության դասակարգում եւս կա։ Ու գիտության դասակարգումը 1-ը չի, 2-ը չի, նույնիսկ 10-ը չի։ Արիստոտելից մինչև, չգիտեմ, Դեկարտ, Օգյուստ Կոնտեից մինչև Էյնշտեյն, յուրաքանչյուր գիտնական, որը քիչ թե շատ փիլիսոփայությամբ եւս զբաղվել է, ամեն ինչ արել է, որպեսզի ինչ-որ դասակարգում մտցնի, ինչ-որ կատեգորիաներ մտցնի, ու այդ կատեգորիաների շրջանակում կարողանա բացատրել գիտության տեսակները, գիտության этаպները, փուլերը, զարգացումները եւ այլն։ Մենք այսօր փորձում ենք մեր համար առօրյա կյանքի շրջանակներում հասկանալ, թե գիտությունը ոնց է դասակարգված, այդ տեսանկյունից երկու ընդհանուր մոտեցում մենք կիրառենք։ Մեկով մենք փորձելու ենք գիտությունները դասակարգել զուտ հասկանալու համար, դրա համար օգտագործելու ենք չափերի մոդելը, մոտապես փորձելու ենք չափերով պատկերացնել, ոնց կարելի է դասակարգել գիտություններին։ Եվ երկրորդը, ինչպես են իրենք դասակարգված այսօրվա դրությամբ, այսինքն եթե բացես ցանկացած բուհի առարկաներ, ոնց են, չգիտեմ, ուղղությունները դասակարգված, ինչ խմբերի մեջ են դրանք ընկած ու ինչու են հենց դրանք այդտեղ ընկած, հա։ Հիմա մինչև գնալ այդ դասակարգումները մի քանի տերմինների մեջ, ընդհանրապես 3 տերմինի մասին եմ ուզում խոսեմ։ Այդ տերմինները մի հատ լավ պետք է պատկերացնենք, որպեսզի ավելի հասկանալի լինի։ Ու կարևոր հասկացություններից մեկը, որի մասին անպայման պետք է խոսենք, այդ օբյեկտն է։ Այսինքն այն ինչով է զբաղվելու այդ գիտությունը։ Ու այդ օբյեկտը պետք է լինի հստակ, ինքը պետք է լինի հստակ ու ձևակերպված, հա։ Մասնավորապես հիմա փորձեմ բացատրել ինչի մասին ենք խոսում։ Ենթադրենք, հա, բերենք օրինակ sense։ Տիտանիկը Ատլանտյան օվկիանոսում հանդիպեց այսբերգին, ծարցաբեկորեն։ Եթե մենք ֆիզիկայի տեսանկյունից նայենք, թե Տիտանիկը ինչպես հայտնվեց այդտեղ, պետք է ասենք, որ Տիտանիկն ուներ, չգիտեմ, այսքան հատ շարժիչ, այդ շարժիչներն աշխատում էին քարածխով, երկին այլման շարժիչներ էին, կամ ես շատ գիտեմ ինչ էին, ու այդ շարժիչները գործի էր դնում իր այդ թիակներով ինքը շարժվում էր, դրա համար ծախսվել է էս, դա ֆիզիկայի տեսանկյունից բացատրվում։ Եթե մենք փորձենք իրան բացատրենք օրինակ
չգիտեմ, ավելի պրակտիկ տեսանկյունից ինքը հայտնվել էր այդտեղ, որովհետև ինքը շարժվում էր Մեծ Բրիտանիայից Նյու Յորք ու անցնում էր ամենակարճ հնարավոր ճանապարհով ու այդ ճանապարհի ընթացքում հանդիպեց այնտեղ, այսինքն իր այդտեղ հայտնվելու պատճառը ոչ թե իր շարժիչներն էին, այլ ճանապարհորդություն ուներ նպատակ, մարդկանց տեղափոխելն էր, ու այդ տեղափոխելու պատճառով է ինքը հայտնվել այդտեղ։ Սա եւս շատ կարևոր կտոր է, որ մենք պետք է գիտակցենք, թե ցանկացած երևույթ կարելի է տարբեր գիտությունների տեսանկյունից նայել ու առանցքային նշանակություն ունի, թե որ մի գիտությունը այս պահի դրությամբ զբաղվելու այդ օբյեկտով։ Այսինքն այդ նույն օբյեկտով կարան տարբեր գիտություններ եւս զբաղվեն։ Ու մեզ կարևոր հասկանալ, թե որ մեկն է այս պահի դրությամբ առանցքայինը ու գլխավորը այդ օբյեկտի հետազոտության շրջանակներում, որովհետև ցանկացած իրավիճակում մեզ հետաքրքրում է որոշակի եզրահանգում, որոշակի կանխատեսում ապագայի հետ կապված։ Ու հենց սրա համար է ասում, որ պետքա կանխատեսենք, ու կանխատեսում որ պետք է հասկանանք, թե որ գիտությունն ամենաարդիականն ու ամենակարևորը այս պայդրությամբ կոնկրետ այս օբյեկտի շրջանակներում։ Երկու շատ կարևոր հասկացության մասին ուզում եմ խոսել ու մենք պետք է դրանք հստակ տարանջատենք իրարից։ Մեկը հենց հասկանալն է, մի հասկացությունը, մյուսը պատկերացնելն է։ Շատ հաճախ այս երկուսի միջև դրվում է հավասարության նշան, բայց իրանք իրար հավասար չեն։ Հասկանալը այլ երևույթ է, պատկերացնելը այլ երևույթ է։ Այս հասկանալի ու պատկերացման ֆունդամենտալ տարբերությունները մեզ հնարավորություն են տալու ավելի ճիշտ գնահատել տարբեր գիտություններին, թե մենք որն ենք ավելի լավ պատկերացնում, որն ենք ավելի լավ հասկանում։ Այսպես մի հատ հետաքրքիր մոտեցում կա, որով մենք կարող ենք շատ adekvat գնահատենք, թե որ առարկաները կամ որ գիտություններն ենք մենք ավելի լավ ու հեշտ ընկալում, տեսնում, պատկերացնում կամ հասկանում, որոնք ոչ։ Հիմա փորձենք sense մի հատ մտավոր էքսպերիմենտ անենք։ Մի պահ հիմա ասենք փորձեք մի հատ մետր վերցնեք, կանոն, ցանկացած բան, այդ մեր աշխատանքային գործիքն է։ Մի հատ մի պահ ասենք վիդեոն կարակ անջատեք ու անջատելուց հետո մոտավորապես ասենք փորձեմ հիմա ցույց տամ, նույնն էլ կարակ դուք ձեր համար փորձեք։ Ինչքան է մի մետրը մոտավորապես, ցույց տամ, մոտավորապես այսքան է մի մետրը, կամ ես վերցնեմ, այսպես դրեմ սեղանի վրա, ես մետրը դրեմ չափեմ, տենամ ինչքանով սխալվեցի։ Մի մետրը գուշակելուց։ Նույնիսկ փորձենք մի սանտիմետրը ցույց տանք, այսքան է մի սանտիմետրը։ Այսքան մոտավորապես։ Նույնիսկ կամ կանոնը դնեմ չափեմ մի սանտիմետր ինչքան է։ Կարամ դնեմ նույնիսկ մի միլիմետրը չափեմ, այլ փոքրացնեմ, ասենք կարամ այսքան, հա, ցույց տամ, այսքան է սանական միլիմետրը։ Կամ կարամ թղթի վրա ասես գրիչով գծեմ, ու տարածությունը ասես քանով չափեմ, ասեմ, ահա, այսքանը 1 միլիմետր է, հա։ Իմ պատկերացրածը, որ կարող եմ հանձնեմ թղթին, ինչքանով է իրատեսական։ Նույնիսկ գնանք ավելի վերև, 1 կիլոմետր։ 1 կիլոմետրն ինչքան է մոտավորապես, կամ պատկերացնեմ Մատենադարանից մինչև օրինակի համար Պրոսպեկտի KFC-ի մոտ, մոտավորապես 1 կիլոմետր է։ Ու յուրաքանչյուրս կանանք մոտավորապես 1 կիլոմետր տարածությունը, ասենք, ինչքան է քո գտնված տեղից ինչ որ ծանոթ օբյեկտների միջև հեռավորությունը գնահատենք։ Հիմա փորձենք այդ սահմաններից, ասենք, մի միլիմետրից մինչև 1 կիլոմետր ավելի մեծացնենք տարածությունը։ Գնանք մոտապես 10 կիլոմետրի։ 10 կիլոմետրը եւս կարանք պատկերացնենք ինչքան է։ Մոտավորապես այդ Երևանի տրամագիծն է, չգիտեմ։ Կամ միջին չափերի միլիոնանոց քաղաքի տրամագիծը կլոր սովորաբար 10 կիլոմետր է լինում։ Ավելի հեռու գնանք 100 կիլոմետր։ 100 կիլոմետրը էլի մեր համար պատկերացնելի մեծություն է։ 100 կիլոմետրը այդ այն երկու քաղաքի միջև հեռավորությունն է, գնացել ենք տարբեր բոլորս էլ ինչ որ մի ժամանակ 100 կիլոմետր ճանապարհ անցել ենք, էլի կանանք պատկերացնենք։ Որ գնում ենք 1000 կիլոմետրի, էլի ինչ որ երկու քաղաքի հեռավորություն կանանք ասենք, բայց պատկերացնելը 1000 կիլոմետր շատ ավելի դժվար է։ Ասենք հիմա 1000 կիլոմետրը, չգիտեմ, ստեղից Մոսկվան է, թե ստեղից Վոլգոգրադն է։ Ստեղ արդեն մի քիչ ավելի շատ պատկերացնելը չի աշխատում։ Ստեղ ավելի շատ աշխատում է զուտ փորձը, ինչքանով մենք գիտենք այդ ինչքանը։ Ու այդ փորձը ինչ որ պահի եւս դադարում, որտեղ եթե 1000 կիլոմետր մենք կտրել անցել ենք, 10000 կիլոմետր շատ քչերս են կտրել անցել։ Մի 10000 կիլոմետրը արդեն շատ դժվար է ասել
որտեղ է ընկնում, չգիտեմ, Երևանից 10000 կիլոմետր է։ Լոս Անջելես կամ Նյու Յորքը, թե Հավայան կղզիները, որն է 10000 կիլոմետրը։ Պատկերացրեք գնանք 100,000 կիլոմետր, 1 միլիոն կիլոմետր, 10 միլիոն կիլոմետր, 50 միլիոն կիլոմետր։ Ասենք նա այս աստղի ու մոտապես ասես այս աստղը քանի միլիոն կիլոմետր հեռավորության վրա է, հա? Կամ նայես բզեզի ու ասես այս բզեզը քանի սանտիմետր երկարություն ունի։ Որտեղ ավելի ճշգրիտ դու կանաս ասես այդ իրա, չգիտեմ, չափերը ինչքան է։ Տրամբանոն բզեզի համար ավելի հեշտ ասես, որտեղ այդ այն աշխարհն է, որ մենք տեսել ենք, որ մենք պատկերացնում ենք, հա։ Ու նույնը տեղի ունենում, երբ որ մենք գնում ենք դեպի ներքև։ Ասենք 1 միլիմետրից ներքև ենք իջնում։ Կանանք իջնենք 1 միկրոմետր, 1 նանոմետր, հա, այն մարդիկ, ովքեր զբաղվում են քիմիայով, կենսաբանությամբ, բնական գիտություններով, իրանք ֆիզիկայով, իրանք մոտապես պատկերացնում են, ну չեն պատկերացնում, գիտեն ինչքան է 1 նանոմետր օրինակի համար։ Իրանք գիտեն, բայց ենք չեն պատկերացնում, դժվար է պատկերացնել։ Էլ չեմ խոսում պիկոմետրի կամ ավելի փոքր չափերի մասին։ Ու այս շատ կարևոր ոնց որ կտորը հասկանալու համար գիտությունների տարբերությունները։ Կան գիտություններ, որոնք զբաղվում են չափերով, որոնք մենք հստակ տեսնում ենք ու պատկերացնում ենք։ Ու կան գիտություններ, որոնք զբաղվում են չափերով, որոնք մենք չենք պատկերացնում։ Հիմա որոնք են գիտությունները, որոնք զբաղվում են, որոնք մենք պատկերացնում ենք։ Մոտապես 1 մետր չափն է, պլյուս մինուս, չգիտեմ, 1000 անգամ վերև ներքև։ Այդ մեր ստանդարտ մոտավոր պատկերացումն է, մենք անենք ասենք այսքան է։ Այդ ոլորտում հիմնականում չափերի 1 մմ-ից մինչև 1 կիլոմետր ընկած են հիմնականում բոլոր այդ անտրոպոգեն գիտությունները։ Տեղ ընկած է մարդը, որտեղ մարդն է դառնում օբյեկտ, մարդն է դառնում կենտրոնը, մարդը հենվում է իր պատկերացումների վրա։ Այսինքն բոլոր այն գիտությունները, որոնք այդ չափային տիրույթում են, մենք իրենց շատ լավ պատկերացնում ենք, հա, ինչով են զբաղվում, օրինակի համար, չգիտեմ, քաղաքականություն, բժշկություն, ինչ ասեմ, ցանկացած մարդու հետ կապված գիտություն, սոցիոլոգիա, պատմություն, այսինքն որտեղ որ հետազոտությունը մարդու վրա է հենված, մենք շատ հեշտ ենք կարող հասկանալ, թե ինչա տեղի ունենում ու ոնց է տեղի ունենում։ Երբ որ մենք գնում ենք շատ ավելի մեծ կամ շատ ավելի փոքր չափի մասին, մեր պատկերացումները կտրուկ փոխվում են։ Ստեղ արդեն մենք չենք պատկերացնում։ Ովքեր են այդտեղ։ Կենսաբանությունը, հատկապես մոլեկուլային կենսաբանությունը փոքր չափերի, քիմիան, ֆիզիկան, աստղագիտությունը, երկրաբանությունը, գիտություններ, որոնք շատ ավելի մեծ կամ շատ ավելի փոքր օբյեկտներ են ուսումնասիրում։ Այս դասակարգումը, եթե սենց ենք անում, մենք հասկանում ենք, որ կան պատկերացնելի եւ ոչ պատկերացնելի գիտություններ։ Ու պարադոքսն է, որ մեզ թվում է, որ մենք պատկերացնելի գիտությունները լավ ենք հասկանում, իսկ չպատկերացնելի գիտությունները վատ, հա, պատկերացնելի գիտությունը պատմություն, մենք ասում ենք պատմությունը լավ ենք հասկանում, բայց զրդ, մենք պատմությունը լավ չենք հասկանում։ Մենք լավ ենք հասկանում ֆիզիկան, ճիշտ չենք պատկերացնում տարական մասնիկները, բայց հասկանում ենք։ Իսկ պատմությունը չենք հասկանում, բայց պատկերացնում ենք։ Ու հենց այս պատկերացման ու հասկանալու խաղը շատ կարևոր ու ֆունդամենտալ նշանակություն ունի, որպեսզի մենք կարողանանք ճշգրիտ պատկերացում կազմենք գիտությունների մասին, որպեսզի ոչ թե փորձենք կռվցնել, տենալ որն ավելի լավը, որն ավելի վատը, այլ ընդհակառակը փորձենք սիմբիոզը գտնենք, փորձենք գտնենք համախումբը, թե ոնց կարելի է իրենք կարող ենք իրենց միավորել ու այդ միավորման արդյունքում ստանալ ինչ որ տանի դրական ավելի լավ բան, քան ինչև այդ կար։ Հիմա կան գիտությունների ժամանակակից դասակարգումը։ Այսօրվա աշխարհում գիտությունները դասակարգվում են 5 sense խոշոր մեծ կատեգորիաների։ Հեսա պետք է հայտնվի ստեմիտը։ Ինչ կատեգորիաներ ունենք։ Հա, եկել է։ Ինչ կատեգորիաներ մենք ունենք։ Մենք դասակարգում ենք ֆորմալ գիտություններ, բնական գիտություններ, տեխնիկական գիտություններ, սոցիալ գիտություններ եւ հումանիտար գիտություններ։ Հիմա փորձենք այս բոլոր 5-ի վրայով անցնել, տեսնել թե որի տակ ով որ գիտություններն են ընկնում ու ինչի են հենց իրանք գտնվում հենց այդ ենթաբաժնի տակ, այսպես ասած։ Սրանցից առաջինը ֆորմալ գիտություններն են։ Դրանք գիտություններ են, որոնք իրականում գոյություն չունեն։ Իրանք գիտություններ են, որոնք
բացառապես ծնվել են եւ ապրում են մարդու գլխի մեջ։ Մեր ուղեղն է, ճակատային հատվածն է այդ գիտությունները ստեղծել, որոնք են այդ ֆորմալ գիտությունների հիմնական ներկայացուցիչները։ Լոգիկան, մաթեմատիկան, ինֆորմատիկան, վերցնենք մաթեմատիկան, ինքը ֆորմալ է, ինքը չունի որևէ մարմին, 2-ին գումած 2 հավասար է 4, ինքը ճշգրիտ ֆորմալ գիտություն է։ Իրան մենք օգտագործում ենք մնացած բոլոր գիտություններում, առանձին շատ չխորանանք մաթեմատիկայի մեջ, այստեղ զուտ հասկանալու համար, որ ինքը շատ կարկառուն ու տիպիկ ներկայացուցիչ է ֆորմալ գիտության, ու մաթեմատիկան հենց դրանով է որ գեղեցիկ ու գրավիչ, որ իրանով կարա զբաղվես այսենց։ Ես մաքսիմում մի հատ թողտուգրիչ է պետք լնելու, ինչ-որ մի երկու թիվ տար գրելու համար, բայց ինքը զուտ գլխի մեջ տեղի ունեցող գիտություն է։ Մյուս գիտությունների խումբը բնագիտական ուղղություններն են։ Բնագիտական ուղղությունների մեջ մենք հիմնականում առանձնացնում ենք 5 ենթակատեգորիա։ Ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն, երկրաբանություն ու աստղագիտություն։ Ինչ են ուսումնասիրում այս բնական գիտությունները ու ինչի վրա են նրանք հիմնված։ Բնական գիտությունները գիտություններ են, որոնք ընդհանրապես մարդու հետ կապ չունեն։ Իրանք կան ու գոյություն ունեն։ Այդ երևույթները տիեզերքում մեր շրջապատում մենք լինենք, չլինենք, գոյություն ունենք, չունենք, իրանք մեկական։ Իրանք մեկական ու մեկա տեղի են ունենում։ Այստեղ արդեն մարդը հանդիսանում է դիտորդ։ Դու ուղղակի կողքից նայում ես այդ երևույթներին ու փորձում ես այդ երևույթներին 10 բացատրություն հասկանաս, թե ինչա տեղի ունենում։ Ֆիզիկան ուսումնասիրում է ֆիզիկական երևույթները, քիմիան ուսումնասիրում է, չգիտեմ, տարբեր նյութերի միջև փոխազդեցությունների երևույթները, կենսաբանությունը ուսումնասիրում է կենսաբանական երևույթները, տարբեր կյանքի երևույթները ոնց է տեղի ունենում։ Աստղագիտությունը տիեզերական երևույթներն է ուսումնասիրում, երկրաբանությունը երկրի ընդերքում տեղ ունեցող երևույթներն են ուսումնասիրում։ Ու շատ կարևոր է բնագիտական առարկաների մեջ հասկանալ, որ մարդը որևէ ազդեցություն ու նշանակություն չունի ստեղ։ Դրա համար բնագիտական գիտությունների մեջ դիտորդի դերը զուտ անաչառ դիտումն է ու շատ քիչ բան է կախված, թե դու ով ես բնական գիտությունների մեջ, որովհետև այդ երևույթը sense tense կա, դու իրան կարաս ճշգրիտ դիտարկես կամ սխալ դիտարկես։ Այնտեղ մեկնաբանության լայն դաշտ չունես։ Քեզնից համարյա ոչինչ կախված չի։ Դրա համար բնական գիտությունների տեսանկյունից հիմնականում դիտարկվում է գիտնականը որպես անձ, ով զբաղվում ուսումնասիրում այդ գիտությունը։ Ինքը այդ գիտության մեջ է գտնվում, բայց ինքը պետք է ամեն ինչ ապացուցի, իրանից շատ քիչ բան է կախված։ Ինքը անդադ փորձեր պետք է անի, փորձերով հիմնավորի, հաստատի, կիրառի գիտական մոտեցում, ու այս գիտական մոտեցումը առանձին մի հատ թեմա է, որին մի օր կանդրադառնանք, ուղղակի բնական գիտությունները սրանք են, որոնք կան, գոյություն ունեն, երևույթներ են, որոնք կան, sense tense կան, ուզում ենք թե չենք ուզում, իրանք կան, ու մենք մենակ կանանք իրանց ուսումնասիրենք կողքից, հասկանանք թե ոնց են տեղի ունենում ու որոշակի փորձեր տնենք, ու այդ փորձերի հիման վրա ավելի խորը ու լավ հասկանանք այն երևույթները, որոնք առանց մեզ էլ մեկակային։ Երրորդ խումբը գիտությունների, տեխնիկական գիտություններն են, ու շատ տարբեր մեկնաբանություններ կան, որոշ դեպքերում ասում են կիրառական գիտություններ, ու ավելի ես հակված եմ տեխնիկական գիտություններ տերմինոլոգիան կիրառելուն, ոնք են տեխնիկական գիտությունները։ Բնական գիտությունների հետագա զարգացումն են։ Այսինքն մենք երևույթը ուսումնասիրեցինք, հասկացանք, այն պահին, երբ որ մենք արդեն ոչ թե պրոստը ուսումնասիրում ենք երևույթը, այլ մենք նոր երևույթ ենք ստեղծում։ Մենք օգտագործում ենք մեր ստացած գիտելիքները, ուսումնասիրությունները, ինչ որ տեխնիկական արդյունք ստանալու համար։ Բերեմ օրինակներ, པարզ կլինի։ Բժշկությունը։ Բժշկությունը լիովին տեխնիկական գիտություն է, որովհետև վերցնում է կենսաբանության, ֆիզիկայի, չգիտեմ, ինչ որ օրինաչափություններ, ու այդ օրինաչափությունների համար ստեղծում է նոր երևույթներ, նոր գործիքներ, ու այդ գործիքների միջոցով կարում է մարդկանց տա օգուտ։ Օգտագործում է քիմիան, ու քիմիայի միջոցով ստեղծում է ինչ-որ դեղեր, որոնք դեղերը եւս ինչ-որ օգուտ են տալիս օրգանիզմին։ Ուրիշ տեխնիկական գիտության օրինակ վերենք ճարտարապետությունը, ուսումնասիրում է ինչ-որ տարբեր
ֆիզիկական երևույթներ, process-ներ, դրա հիման վրա ստեղծում ինչ-որ շենք։ Կիրառական մեխանիկան, ընդհանրապես մեխանիկայի տեսակները, դրա հիման վրա ստեղծված ողջ մեքենաշինությունը, ավտոմոբիլաշինությունը, ես շատ գիտեմ ինչ էր։ Ինչ ասես, կարա ընկնի տեխնիկական գիտությունների տակ։ Իրանք հենց ինչ-որ բան ստեղծող գիտություններն են, ու իրանք հենքում ունեն բնագիտությունները, երևի ամենահիմնաքարային այնտեղ կանգնած են ֆիզիկան, քիմիան, կենսաբանությունը, ու այդ երեքի ուսումնասիրությունների հիման վրա մենք ունենք մի հատ մեծ աստղաբույլ ամենատարբեր ուղղությունների տեխնիկական գիտությունների շարք, որոնք օգնում են մարդուն ստեղծել նոր ինչ-որ բան, ինչ-որ նոր երևույթ, նոր գործիք, նոր իր, չգիտեմ, ինչ-որ նոր բան։ Այս առանձին ոնց որ խումբը հենց տեխնիկական գիտությունների խումբն է։ Գնանք մյուս խմբին, 4-րդ խմբին։ 4-րդ խմբի մեջ ընկնում են սոցիալական գիտությունները։ Սոցիալական գիտությունները ուսումնասիրում են մարդու վարքը, սոցիալական փոխհարաբերությունները, ինչպես են տեղի ունենում, ինչպես է մարդը իրեն դրսևորում ու ինչպես է սոցիումը իրեն դրսևորում կամ մարդը այդ սոցիումի մեջ։ Սոցիալական գիտությունների մեջ իհարկե ովքեր են՝ սոցիոլոգիան, հոգեբանությունը, տնտեսագիտությունը, երևույթներ, որոնք ամեն կերպ կապված են հենց սոցիումի գոյության հետ։ Ու եթե չլինի սոցիում, այդ սոցիալական գիտությունները միանգամից կորցնում են իրենց դերն ու նշանակությունը։ Իրանք ուղղված են սոցիումի մեջ մարդու վարքագծի, մարդու վարվելակերպի դրսևորումներով։ Մարդու վարքը կարա թվա անհատական, բայց եթե պատկերացրեք դու միայնակ ես, Ռոբինզոն Կրուզո ինչ-որ կղզի վրա, քո վարքը ընդհանրապես դեր ու նշանակություն չունի, որովհետև չկա ինչ-որ մեկը, որ պետք է քո վարքին գնահատի կամ դրանից ինչ-որ առավելություն ունենա, թերություն ունենա, չգիտեմ։ Հենց սոցիալական գիտությունների ոնց որ այդ հիմնական ուղղվածությունը սոցիալական փոխհարաբերություններ, վարք ու այս ուսումնասիրություններն են։ Այս սրա շրջանակներում է տեղի ունենում սոցիալական կապը ու վարքագիծը, դրսևորումները, ու այս ամեն ինչը լինում են այս ենթախմբի մեջ։ Եվ ունենք 5-րդ խումբը։ Այդ 5-րդ խումբը մեր պարագայում հումանիտար գիտություններն են։ Հումանիտար գիտությունները առանձին ենթախումբ են։ Ու եթե մենք համատենք սոցիալական գիտությունների հետ, սոցիալական գիտություններում մենք ուսումնասիրում ենք վարքը, սոցիալական փոխհարաբերությունները։ Հումանիտար գիտությունների հիմնական օբյեկտ հետազոտության հանդիսանում է մշակույթը, մարդկային մշակույթը, ու այդ մշակույթի հետ կապված երևույթները, ինչպես է դրսևորվում։ Դա սոցիալական գիտությունների մեջ ընկած են սոցիալական երևույթներ, հումանիտարների մեջ ընկած են այդ մշակույթի հետ կապված երևույթներում, փիլիսոփայությունը, պատմությունը, արվեստը իր բոլոր տեսակներով, դրսևորումները, ու հումանիտար գիտությունները շատ մեծ առանձին ենթաբաժին են կազմում, որտեղ հենց այդ մարդկային մշակույթը ու անհատի մշակույթը առաջնային ու կարևորագույն դեր ունի ընդհանրապես հետազոտության համար։ Մի հատ ամփոփենք, ինչ ստացանք մենք։ Մենք ունեցանք 5 խումբ, ու ինչով են զբաղվում այդ 5 խմբերը։ Ունենք ֆորմալ գիտություններ, որ ըստ էության մտավարժանք է։ Ուղեղը ինքն իրան ինչ որ մտավարժություններ կարող անի, օրինակ մաթեմատիկան։ Ունենք երկրորդ խումբ, բնական գիտություններ, որոնք ուսումնասիրում են երևույթներ, որոնք ընդհանրապես մարդու հետ կապված չեն, գտնվում են մարդուց դուրս։ Ունենք տեխնիկական գիտություններ, որոնք ուսումնասիրում են ոչ թե երևույթներ, այլ ստեղծում են նոր երևույթներ հենվելով բնական գիտությունների վրա։ Ունենք սոցիալական գիտություններ, որոնք ուսումնասիրում են մարդու վարք, սոցիալական փոխհարաբերություններ, եւ ունենք հումանիտար գիտություններ, որի համար օբյեկտ է հանդիսանում մարդկային մշակույթը, անհատը վերցրած, ոնց իրեն կդրսևորի տվյալ միջավայրում։ Եթե ուշադրություն դարձրեցիք, ստեղ հումանիտար եւ բնական գիտությունների մեջ կա որոշակի հակադրություն։ Ու հենց դրա համար էլ այն առաջի էջիս վրա այդ պայքարն էի դրել բնագիտական ու հումանիտար առարկաների, ու հասկանանք ինչով են իրանք իրար նման ու իրարից տարբեր, ու որտեղից է գալիս այդ հակադրությունը, ինչն է լավ, ինչն է վատ, ու դրանով ամփոփենք այսօրվա մեր վիդեոն։ Մենք ինչ պատկեր ունենք ընդհանուր առմամբ։ Մենք ունենք բնական գիտություններ, որտեղ անհատի դերը վերացված է լրիվ։
որտեվ անհատը չունի որևէ դերակատարում երևույթի տեղ ունենալու մեջ։ Ինքը մենակ կարող է այդ երևույթը նկարագրի ճիշտ կամ սխալ։ Իսկ հումանիտար գիտություններում անհատը ինքն է հանդիսանում օբյեկտը, ինքն է հանդիսանում կրողը։ Չկա անհատ, չկա այդ գիտությունը։ Հա, վերցնենք արվեստ։ Եթե մենք չունենանք օրինակ Պիկասո կամ Դալի կամ Ռեմբրանտ, չեն լինեն այդ նկարները ու չկա օբյեկտը հետազոտության։ Ու ստեղ կա շատ լուրջ կոնֆլիկտ, հատկապես երբ որ բնագիտական եւ հումանիտար ուղղության մարդիկ հանդիպում են ու սկսում են բանավիճել ինչ-որ թեմայի շուրջ, որովհետեւ բնագիտությունից եկած գիտնականը սովորաբար իրան պահում է մաքսիմալ իներտ, փորձելով չներառվել երևույթների մեջ, որովհետև իր պատկերացմամբ, իր գիտության շրջանակներում ինքը չունի դերակատարում, ինքը չպետք է ունենա դերակատարում, ու հենց դրանով է բնական գիտությունը հանդիսանում բարձր ճշգրտության կանխագուշակում անող, որովհետև process-ները, երբ որ դու հասկանում ես, դու կարող ես շատ լավ կանխագուշակում անես։ Իսկ հումանիտարից եկած անձը չի պատկերացնում, թե ոնց կարա ինքը ընդգրկված չլինի երևույթի մեջ, որովհետև հենց ինքն է հանդիսանում կրողը գիտելիքի, ինքն է հանդիսանում կրողը մշակույթի, ու իրանից դուրս այդ գիտությունը գոյություն չունի։ Ու ինքը փորձում է ամեն ինչ մեկնաբանի իր հայացքով, իր տեսակետից, իր աչքերով, իսկ բնագիտությունից իրան ասում են, որ դու չես կարա քո կարծիքը հայտնես, որովհետև քո կարծիքը ոչ մի բան է։ Ասում եմ, ոչ չեմ կարա, սա իմ կարծիքից է գալիս, ու այդտեղ գալիս է այդ տարաձայնություններն ու հակասությունները։ Ու ուզում եմ հետ գամ այս պահին հենց այն երկու կարևոր հասկացություններին, որոնց մասին ես խոսեցի՝ հասկանալ եւ պատկերացնել։ Բնական գիտությունները մենք լավ չենք պատկերացնում, բայց շատ լավ հասկանում ենք։ Հա։ Շատ դժվար է պատկերացնել, թե ոնց է մի մոլեկուլը մի ուրիշ մոլեկուլի հետ փոխազդում։ Շատ դժվար է պատկերացնել, թե ոնց է օրինակ աղաթթուն եւ նատրիումի հիդրոքսիդը փոխազդում իրար հետ, առաջանում ջուր ու աղ։ Մենք սա չենք կարա պատկերացնենք։ Մենք ուղղակի գիտենք ու հասկանում ենք, թե դա ոնց է տեղի ունենում, ու դրա արդյունքում մենք կարող ենք շատ բարձր ճշգրտությամբ գնահատական անենք, հա։ Մենք լավ չենք կարա պատկերացնենք, չգիտեմ, ինչ-որ քարը, որ շպրտում ենք, ոնց է երկրի գրավիտացիայի հիման վրա այդ քարը ընկնում գետնին, բայց մենք երևույթը հասկանում ենք։ Մենք կարանք չափենք, թե թևը ոնց բացվեց, ինչ անկյունով եկավ, ինչ արագությամբ քարը պոկվեց, ու դրա հիման վրա հաշվարկենք դասական մեխանիկայի օրենքներով, թե այդ քարը որտեղ է գնալու ընկնի, որտեղ մենք հասկանում ենք երևույթը։ Այ հումանիտար գիտությունների մեջ իրավիճակը լրիվ հակառակն է։ Այնտեղ մենք շատ լավ պատկերացնում ենք ինչի մասին է խոսքը, բայց շատ դժվար է հասկանալ, թե ինչ է տեղի ունենում, որովհետև ամեն ինչ գալիս է մարդուց, անհատից, իսկ մարդիկ որպես օրենք իրացիոնալ են, ու ռացիոնալ օրենքներով դատել իրացիոնալ վարքի մասին բավական բարդ է։ Դրա համար միևնույն նկարչի, միևնույն կտավի մասին 58 կարծիք կարող լինի։ Որ մեկը կարա ֆիլմ նկարի ու քննադատները 48000 հատ կարծիք կարան հայտնեն այդ ֆիլմի մասին, որտեվ յուրաքանչյուրը յուրովի է տեսնում։ Ու չկա ինչ-որ ընդհանուր ստանդարտ, ընդհանուր ինչ-որ ցենզ, դու չես կարա այդ ամեն ինչը կատեգորացնես, բերես, ինչ-որ դնես նույն ռելսերի վրա, որ բոլորը նույն ձև տեսնեն, որովհետև հենց տենց արեցիր, հումանիտար գիտությունը կդադարի գոյություն ունենալ որպես այդպիսին։ Ինքը հենց հենված է նրա վրա, որ մարդը իր տեսակետն է ներկայացնում։ Ու սա իրականում իր հետևից ոչ միայն բերում է լիքը կոնֆլիկտներ այդ երկու կողմերի նկատմամբ, որոնք հակամարտում են, այլ նաև լիքը սոցիալական խնդիրներ, հա։ Մասնավորապես, քանի որ բնական գիտությունները պատկերացնելը դժվար է, դպրոցում սովորաբար մարդիկ դժվար են սովորում։ Աշակերտները, երեխեքը դժվար են ֆիզիկան, քիմիան, կենսաբանությունը հասկանում, ու պատկերացնելը դժվար է։ Ու ով որ այդ արկաները չի պատկերացնում լավ, իրանց ասում են դուք հումանիտար եք։ Ու հումանիտար տերմինը ոնց որ ասոցացվի ավելի շատ լավ ֆիզիկա չհասկանալու հետ։ Մինչդեռ հումանիտարը, իսկական հումանիտար գիտելիքի կրողը, ինքը շատ ավելի շատ գիտելիքի պետք է տիրապետի, ինքը շատ ավելի հարուստ փորձ պետք է ունենա կյանքի։ Հա, դու կարաս 20-22 տարեկանում դառնաս
լավ ֆիզիկ, լավ քիմիկ, լավ կենսաբան, որովհետև դու ունես ինչ-որ ստանդարտ, ինչ-որ միտեղ դրած ձևակերպված գիտելիքի պաշար, ստանում ես, այդ ինֆորմացիան ստանում ես, դրանից հետո դու արդեն գիտես այդ առարկան։ Հումանիտարներում տենց չի, այնտեղ շատ հարուստ կյանքի փորձ է պետք։ Այդ քաղաքագետը ենթադրենք ինչ-որ process-ը գնահատում ապագայի հետ կապված, 50 քաղաքագետ 100 կարծիք են հայտնում նույն երևույթի մասին։ Բայց դու լսում ես այն մի քաղաքագետին, որ ամենալավ եզրակացությունն անում։ Ինչի, որովհետև ինքը արդեն 55-60 տարեկան է, որովհետև ինքը 40 տարի այդ ոլորտով է զբաղվում։ Ինքը արդեն այնքան գիտելիք ունի, որ ինքը արդեն ինտուիտիվ մակարդակում, այդ ինտուիտիվ, չգիտեմ, շերտի վրա հասկանում է, թե ինչ է տեղի ունենում։ Իրան էլ ինքը չի կարա բացատրի, թե ոնց է հասկանում։ Ինքը ուղղակի հասկանում է, ինքը գիտի, ու այդ ամեն ինչը շատ դժվար է հանձնել թղթի։ Դրա համար հումանիտար գիտությունների իրականում հասկանալը շատ ավելի բարդ է, քան բնական գիտություններ հասկանալը։ Իսկ բնական գիտություններ հասկանալը շատ ավելի դժվար պատկերացնելի է, քան հումանիտար գիտությունները։ Ու սրա պատճառով էլ շատ հաճախ լինում է, որ բնագիտությունից մարդիկ անցում են կատարում հումանիտար գիտությունների, որովհետև հավաքելով կյանքի փորձ, ունենալով այդ գիտական հենքը, իրանց համար հեշտ է անցում կատարել հումանիտար ոլորտ ու ավելի լավ հասկանալ շրջակա աշխարհը, որտեղ այդ փորձը իրան կյանքի այլ տեղերից էլ կարային ստանային, ու իրանք արդեն ունեն շատ լավ պատկերացում այդ առարկայի մասին, որտեղ հումանիտար առարկաների մասին պատկերացումը հստակ է, ասենք, չգիտեմ, 3 տարեկան երեխան արդեն կարա մոտապես պատկերացնի, թե ինչի մասին է խոսքը։ Այդ բազան, եթե դու արդեն ունես քո մոտ ձևավորված հասկանալ երևույթները, որը քեզ տալիս են բնագիտական առարկաները, առանց պատկերացնելու անգամ հասկանալ, քո այդ հասկացած քո ունակությունը երևույթը հասկանալ, դու կարող ես վերցնես, տեղափոխես հումանիտար դաշտ ու հումանիտար դաշտի մեջ եղած գիտությունները ավելի լավ հասկանաս։ Պատմություն հասկանաս, քաղաքագիտություն հասկանաս, փիլիսոփայություն հասկանաս ու նման այլ, չգիտեմ, հումանիտար ուղղություններ ավելի լավ հասկանաս։ Այսօրվա համար նախատեսված էր այսքանը։ Հուսով եմ, որ հիմա գիտես մի փոքր ավելի շատ, քան մինչևս, ու ավելի հստակ պատկերացումներ կան գիտության տարբեր ոլորտների, տեսակների մասին, ու ինչի համար են իրանք պետք ու ինչ են մեզ տալիս։ Գրեք ձեր մեկնաբանությունները, ստորագրվեք, բաժանորդագրվեք, հաջողություն։